Շուրջ մեկ տարի է Անաստաս Միկոյան 64 աստղերի նորակառույց շենքերի բնակիչները բողոքի ակցիաներ են իրականացնում։ Ըստ տեղի բնակիչների շատ ընթացակարգեր կատարվել են օրենքի կոպիտ խախտումներով և վերահսկող մարմինների կողմից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Նրանք հայտնել են, որ 4000 քառակուսի մետր հողատարածքը կառուցապատողը ընդգրկել է բնակիչներին վաճառված բնակարանների ընդհանուր արժեքի մեջ, որից հետո օտարել է այդ տարածքը մեկ այլ ընկերության։ Բնակիչները բողոքի ակցիաներով Երևանի քաղաքապետարանից պահանջում էին բաժնային սեփականություն համարվող 4000 քառակուսի մետր հողատարածքը։ Ինչ են պատասխանել նրանց և ինչ փուլում է գտնվում գործընթացը, պարզաբանում է տվյալ հասցեի բնակիչ Հայկ Սերոբյանը։ Հիմա կառուցապատող ընկերությունը դիմում են ներկայացրել բանկ, որպեսզի տրամադրի համաձայնություն, որ ապօրինի առանձնացած հողամասը նորից վերամիավորեն ընդհանուր տարածքի հետ։ Հիմա մենք սպասում ենք բանկի դիրքորոշմանը, եթե կարծում ենք, որ բանկը երևի թե պետք է խորհրդություն դասերի ու ինչ-որ այլ ինտրիգների չգնա, էլի։ Քաղաքապետարանի տված պատասխանը իրականում այնտեղ խնդրահարույց է, որովհետև քաղաքապետը նշեց, որ ինքը այդ հողատարածքը Երևանի գլխավոր հատակագծով նախատեսված է որպես ընդհանուր կառուցման տարածք ու երբևիցե այդտեղ շինարարության թույլտվություն, կառուցապատման թույլտվություն չի կարող տրամադրվել, զուտ իրավական տեսանկյունից այդ հնարավորությունը չկա, բայց մենք մի քիչ այդ մտքին հակված չենք, որովհետև նույն այդ հողատարածքը մինչև գլխավոր հատակագծի հաստատվելը այդ հողամասի սեփականության վկայականում այդ հողամասի նպատակային նշանակությունը, գործառնական նշանակություն դրած է կառուցապատման, բնակելի կառուցապատման, այսինքն ինքնին դա ենթադրում է, որ կառուցապատողը ցանկացած ժամանակ կարա դիմի քաղաքապետարանին, պահանջի, որ իր իրավունքները խախտվել են եւ վերականգնի, այսինքն գենպլանը, այսպես ասած, սխալ է կազմվել։ Խնդիրը չբավարարելու դեպքում բնակիչները կանգ չեն առնելու և դիմելու են ծայրահեղ գործողությունների։ Մենք էլի գնալու ենք ծայրահեղ քայլերի, ճանապարհներ փակելու միջոցով, պետք է նորից գնանք այդ ճանապարհով, որովհետև առնվազն անհասկանալի է պետության այս տոտալ անտարբերությունը էլի այս խնդիրների շուրջ։